Հայաստան Եվրամիություն գործընկերությունն ամրապնդելու նպատակով երկօրյա այցով մեր երկրում գտնվող Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Գյումրիում է։ Հանձնակատարը Շիրակի պետական համալսարանում նախ հանդիպեց ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Բուհի ռեկտոր Երվանդ Սերոպյանը ներկայացրեց Շիրակի պետական համալսարանի մասնակցությունն ու ակտիվ ներգրավումը Եվրամիության ծրագրերին։ Շիրակի պետական համալսարանն այսօր էլ ներգրավված է Erasmus+ ծրագրի աշխատանքներում, ինչը հնարավորություն է տալիս մեր բուհի ուսանողներին ու աշխատակիցներին իրենց ուսումնառությունն ու դասախոսական աշխատանքը տարբեր ժամանակահատվածներում իրականացնելու Լիսաբոնի, Գրանադայի, Վալյադոլիդի, Տիմիշոարայի, Սուչավայի եւ Յասի գործընկեր համալսարաններում։ Վերջին 10 տարվա ընթացքում Շիրակի պետական համալսարանի ավելի քան 30 ուսանողներ մեկ կիսամյակ ուսումնառել են այդ համալսարաններում։ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ընդգծեց, հանձնակատարի այցը ոչ միայն համալսարանի, այլև քաղաքի, երկրի համար նշանակալի իրադարձություն է։ 40 տարի առաջ այստեղ դաշտեր էին եւ ոչ ոք չէր պատկերացնում, թե այդ համակարգը կարող է փլզվել, Հայաստանը դառնալ անկախ պետություն եւ կարող է երբևէ Հայաստանը Եվրամիության անդամության հայտ ներկայացներ։ Անցած տարի Հայաստանի ազգային ժողովը ընդունեց օրենք, որով մեկնարկեց Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացը։ Ինչն է միավորում Եվրոպական միությանն ու Հայաստանին, ինչու են հարյուրավոր կիլոմետրերով բաժանված հասարակությունները իրենց ապագան ավելի ու ավելի տեսնում միասին, իր ելույթն այսպես սկսեց Մարթա Կոսը։ Հայերը ձևավորել են եվրոպական կյանքը դարերի ընթացքում։ Հայկական համայնքները ծաղկել են Ամստերդամից մինչև Վիեննա, Լվովից մինչև Մարսել։ Անթիվ գիտնականներ, արվեստագետներ եւ մտածողներ իրենց ներդրումն են ունեցել Եվրոպայի մշակութային կյանքում, իսկ հայ վաճառականները օգնել են կապել արևելքի եւ արևմուտքի առևտրային ուղիները։ Հայերը մեր ընտանիքն են։ Մեզնից շատերի համար մեծ ուրախություն է, որ մեր հարաբերություններն այսօր ավելի լավն են, քան երբևէ եղել են Եվրոպական միության պատմության վերջին շրջանում։ Այսօր նրա խոսքով այդ հարաբերություններն ու կապերը խորացնելու հնարավորություններ կան, աշխատում են դեպի Եվրոպա ճանապարհորդելը ավելի հեշտ առանց վիզա դարձնելու ուղղությամբ։ Մենք նաև աջակցում ենք ձեր կառավարությանը հակակոռուպցիոն բարեփոխումներում եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան Եվրոպա ճանապարհորդել առանց վիզայի։ Մենք նաև ցանկանում ենք լինել Հայաստանի բարեկամն ու գործընկերը տարածաշրջանում։ Ելույթի առանցքում էր տարածաշրջանային զարգացումների թեման։ Հարավային Կովկասը կարող է դառնալ խաղաղության եւ կայունության տարածք, ընդգծեց Կոսը։ Նայելով Հայաստանին եւ Հարավային Կովկասին, մենք նաեւ տեսնում ենք պատմական նշանակության փոփոխություններ։ Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվում էր փակ սահմաններով եւ սառեցված հակամարտություններով, ճանապարհներով, որոնք ավարտվում էին սահմաններին, հնագույն առևտրային ուղիներով, որոնք լռում էին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը մեծ առաջընթաց է։ Այսօր մենք ձեր տարածաշրջանին նայում ենք հույսով եւ հնարավորությունների տեսանկյունից։ Ձեր տարածաշրջանը կարող է դառնալ կայունության կղզի շրջապատված հյուսիսում եւ հարավում անկայունությամբ։ Պատմական հնարավորություններ են ի հայտ գալիս։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկար, սահմանների բացում, տրանսպորտային եւ առևտրային ուղիների վերակենդանացում, Թուրքիան Հայաստանի միջոցով կապելով Ադրբեջանին եւ հետագայում Կենտրոնական Ասիային։ Նրա խոսքով տնտեսական գործակցությունն ու կապերի զարգացումը կարող են իրական հիմք դառնալ խաղաղության համար։ Միաժամանակ հանձնակատարը անդրադարձավ նաև ժողովրդավարության կարևորությանը, այն դիտարկելով որպես Հայաստանին Եվրոպային մոտեցնող հիմնական արժեք։ Ավտորիտար ռեժիմները չարաշահում են մեր բաց լինելը, տարածում ապատեղեկություն եւ մեծ գումարներ ծախսում արտաքին միջամտության համար։ Դա այն է, ինչ Ռուսաստանը փորձեց անել Մոլդովայում անցած տարի, ծախսելով հարյուրավոր միլիոններ ձայներ գնելու եւ ընտրական համակարգը խափանելու համար։ Ուստի իմ կոչն է ձեզ ներգրավվել ժողովրդավարության մեջ։ Թե ում եք ընտրում, որոշումը ձերն է, բայց ձեր ընտրությունների օրինականությունը պահպանելը, ձեր ժողովրդավարությունը եւ ձեր ապագան ընտրելու ազատությունը այն բաներն են, որոնց համար արժե պայքարել։ Անդրադառնալով տարածվող մտահոգություններին, Մարթա Կոսն ընդգծեց ազգային ինքնության պահպանման կարևորությունը։
Կեղծ լուրեր են տարածում Հայաստանում, որ եթե ավելի մոտ դառնաք Եվրոպային, կորցնելու եք ձեր ինքնությունը։ Ինչու՞։ Ոչ, ձեր ինքնությունը ձեր սրտում է, ձեր գլխում է, այն ոչ ոք ձեզնից խլել չի կարող։ Ովքեր որ գնում են ձեր քվեն, ովքեր ուզում են վնասել ձեր ընտրությունները, նրանք են, որ ձեր ինքնությունը գողանալու են։ Համալսարանից հետո Մարթա Կոսն այցելել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, այդ թվում պատմական շուկա, նորարարական կենտրոն, ծանոթացել սոցիալական ներառման և բիզնեսի զարգացման ծրագրերին։ Միայն 2024-ին Եվրամիությունը Հայաստանում աջակցություն է տրամադրել ավելի քան 7000 ձեռնարկությունների, ինչի արդյունքում ստեղծվել է շուրջ 20,000 աշխատատեղ։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։